Ես որ ջղանանում եմ, տունը հավաքում եմ։ Դամար ինձ ջղանանում աղջիկ եմ գործած։ Հա, ոնց որ այդ ինձ համար լոլը ամենավանն է։ Ես կարող եմ ճկուտիկ անեմ, սենց։ Դուք ճկուտիկ անեք։ Ես անեմ դուք։ Լավ։ Ամեն անգամ ասում եմ հետո այս դեպքի ես մի բան լինում ասում եմ այս դեպքի հիշեմ որ եթե հարցազրույց լինի պատմեմ այդ դեպքը միշտ մոռանում եմ։ Փորձարկեք։ 2 կիլո 100 գրամ ես 2 ժամ 3 ժամում կորցրեցի։ Ճկուտիկ, ճկուտիկ, իմ մատիկն է։ Ճկուտիկ, ճկուտիկ, փոքրիկ բարեկամ։ Ռաֆիկ Գալստյան, շատ ուրախ եմ ձեզ հետ այսօր խոսելու բալետի մասին։ Դուք բալետի արտիստ եք եւ երիտասարդ եք, բայց ձեր կարիերան բավականին տպավորիչ է եւ կուզեի մի քիչ դրա մասին խոսեի։ Առաջերտին ինչ գրավեց ձեզ դեպի բալետը։ Դեպի բալետը։ Դեպի բալետը ինձ գրավեց բալետի մոգական ուժը երևի, ինչպես եւ բոլորին է գրավում, ով գոնե մեկ անգամ բալետի ներկայացման հաճախում։ Բալետը աշխարհի ամենագեղեցիկ արվեստներից մեկն է ինձ համար, քանի որ ամեն մեկ ունի իր սեփական կարծիքը բնականաբար։ Բալետը իր մեջ ներառում է արվեստների, սպորտաձևերի շատ ճյուղեր, եւ հենց դա է եւ երաժշտությունը ամենակարևորը, որ ամենահին բաներից է այս աշխարհի։ Դրանով երևի տարբերվում է բալետը այլ արվեստներից, քանի որ ինչպես ասեցի, նա հանդիսանում է միքսը տարբեր արվեստների եւ սպորտաձևերի միասնական այդ մոգական ուժը, որ ստեղծում է, դա բալետն է։ Դուք երբ սկսեցիք բարել։ Ես բարել եմ 2 տարեկանից, նույնիսկ 2 տարեկանում առաջին անգամ վեմ եմ դուրս եկել, բայց բալետով սկսեցի զբաղվել, սովորել 10 տարեկանից, Մանուշ Խանամյանի հորդորով, պահանջով եւ այդպես մինչև այսօր։ Ու ոնց ընդունեց ձեր ընտանիքի այդ որոշումը, ձեր ընտանիքում բարողներ կան։ Մայրս է պարուհի, ունի իր բարային ստուդիան, տատիկս է եղել պարուհի, որոշումը եղել է, ինչպես ասացի, Վանուշ Խանամիրյանի եւ մայրիկինս, ոչ իմը, ես իմ կամքով կարծում եմ բարի ոչ մի ասպարեզով չի շարունակի այդ ժամանակ։ Որոշումը եղել է իրենցը եւ ես էլ ընտրություն չէի ունեցել, բայց մի այսպիսի լավ բնավորություն ունեմ, եթե մի բան անում եմ, պիտի լավ անեմ, ու այդպես երևի թե նաև ճիշտ պահին հայտնվեցի ճիշտ վայրում, դրան գումարվեց աշխատասիրությունը, ճիշտ մարդկանց հանդիպելը ճանապարհին, քանի որ դա շատ մեծ դեր է հանդիսանում, որ դու ունենաս մեծ ապագա կամ հաջողություններ գնացես քո կյանքում։ Երևի ուղղակի բախտավոր էի, այդպես ստացվեց։ Այդ սոմա հաջող դրա մասին չենք խոսում, բայց կուզեի որ մի քիչ դուք դրա մասին խոսաք, դեռ ես գիտեմ այդ թեմային մոտիկից նույնպես, որ շատ հաջող արվեստի մեջ, քնի երաժշտության մեջ, բարի մեջ, մենք սպասում ենք, որ երեխաները միշտ սիրեն, սիրով անեն, սիրով պարապեն, սիրով գնան դասի, ու չգիտեմ, դուք ես շատ հաջող հիշում եմ, որ ես պարապելը չի սիրում, բայց ինձ մաման ասում էր, չէ, արա ստիպում է, արա կտեսնես, ու այդ մասին շատ հաջող չենք խոսում, այսօր երեխաները մի քիչ, մենակ պիտի իրանց համար լավ լինի, ոնց որ հաճելի լինի, բայց այդ արվեստի մեջ մի քիչ այդ պահը կա, որ պիտի ջանք տապենք, խոսակ մի քիչ դրա մասին։ Արվեստը բնականաբար կարծում եմ ցանկացած ճյուղ, հատկապես բալետը պահանջում է անդադար աշխատանք, խելացի աշխատանք, քրտնաջան աշխատանք, արյունոտ աշխատանք, քանի որ ինչպես ֆիլմերից, այդ միֆերից, խոսակցություններից բոլորս գիտենք, որ բալետը իրոք արյունոտ արվեստ է նաև։ Այո։ Առանց քրտինքի, առանց արյան չես կարող ուղղակի հասնել ինչ-որ մի լուրջ մակարդակի։ Երեխաները այո, միգուցե հիմա մեր ժամանակների երեխաները նաև նոր սերունդը ավելի կոմֆորտի հետևից է վազում, բայց
բայց եւ այն ժամանակ եւ ընդհանրապես ինչպես թե պետք է լինի այնպես որ դու հասկանաս այդ դրդությունը դու լուրջ աշխատանք ես կատարում եւ լուրջ արդյունքի հասնելու համար միայն ու միայն դժվար քարքարոտ փոսերով լի ճանապարհ է քեզ սպասվում բոլոր մեծամեծ մարդիկ, բոլոր այն մարդիկ, ովքեր հաջողություններ են գրանցում, այդ ճանապարհով անցնում են։ Չի լինում ուղղակի այդպես այս կյանքում, որ հարթ ճանապարհ լինի, ամեն ինչ այսպես ունես ու ստացվի։ Չի լինում, ոչ ոքի մոտ չի լինում, նույնիսկ ամենատաղանդավոր մարդը պիտի այդ քարքարոտ ճանապարհով ու այդ աշխատանքը կատարի։ Չի լինում միշտ որ սիրով ես էդ եմ ուզում դժե որ ամեն անգամ սիրով այսինքն պիտի դրա վրա աշխատենք, դրա վրա այլ աշխատում ենք։ Կուզեի մի քիչ պատմեք այդ ֆիզիկական հանգամանքի մասին, որտեղ բարձր որ բալետի բարողը ֆիզիկապես ինքը հատկապես պատկերացնում եմ ոտքերը, այնտեղ տանջում է մարմնին, մեծ աշխատանք է եւ ինչքանով ես հասկացել եմ, այդ տիպի կարիերա, որ իր տարիներ ունի, այսինքն ֆիզիկապես հետո դժվար է շարունակել բարել։ Ոնց եք դուք դրան նայում։ Ֆիզիկական դե պահանջներ կան բնականաբար, կամ դու ստեղծված ես բալետի համար, կամ ստեղծված չես բալետի համար, կամ դու պիտի ունենաս անմարդկային ուղղակի աշխատասիրություն, որ ինչ-որ չափով ունենաս այդ տվյալները, ստեղծես այդ տվյալները։ Քանի որ բալետի համար դու պիտի լինես ճկուն, պիտի լինես կոորդինացիայով լի, լավ կոորդինացիա պիտի ունենաս, պիտի լինես երաժշտական, պիտի լինես ուժեղ։ Ուժեղը միայն խոսքը ֆիզիկականի մասին չի, նաև հոգեպես պիտի լինես ուժեղ, քանի որ բալետի արտիստ դառնալու ճանապարհին քեզ սպասում են լիքը դժվարություններ հոգեպես։ Քեզ կարող են կոտրել, քեզ կարող են փորձել կոտրել, քեզ կարող են նեղացնել, քեզ կարող են նվաստացնել, բայց այդ ամենը ես նայում եմ ինքս այն տեսանկյունից, որ այդ ամենը քեզ օգնում է որ դու կոփվես, որ հետո որ գաս թատրոն քեզ հեշտ լինի։ Եվ կյանքում նաև ինչի՞ չէ, այդ ամենը գալիս է նաև կյանք։ Քանի որ բալետը մեզ չի կոփում միայն բեմի համար։ Մեզ նաև կոնկրետ ինձ նաև բալետը կոփում է կյանքի համար։ Ինձ կյանքի շատ դժվարություններ կարողանում եմ հեշտ ու հանգիստ դիմակայել, որ սովորական մարդը երևի շատ ավելի ծանր կտաներ, շատ ավելի դժվար կլիներ, կմտածեր անհնարին է, ճանապարհը քեզից հետ կկանգներ։ Դրա համար բալետը մարդկանց դարձնում է շատ ուժեղ, կամքով ուժեղ, ֆիզիկապես ուժեղ, գեղեցիկ մարմին է բնականաբար տալիս է հնարավորություն աշխարհը տեսնելու, տալիս է հնարավորություն շատ լավ մասնագետների հետ շփվելու, լեգենդներին տեսնել, ճանաչել եւ բնականաբար դիպչել այդ բարձր թագավորական արվեստին, քանի որ բալետը թագավորական արվեստ է։ Որն է բալետի կողմը, որ մենք չենք տեսնում։ Բալետի կողմը, որ մարդիկ չեն տեսնում։ Դա այդ դժվարագույն աշխատանքն է, ինչպես նաև բոլոր այլ արվեստների, որ մարդիկ չեն տեսնում են եթերայնությունը, ինչ թեթև թռավ, ինչ թեթև բարձրացած աղջկան, բայց մեր մտքում իրանք չեն պատկերացնում ինչեր է այդ բանը կատարվում, ինչքան պրոցես է կատարվում, էլի։ Ինչ արագ է ապարում, ինչ թեթև եթերային է ապարում, ինչ սիրո շպագատներ է անում օդում, կամ չգիտեմ, գեղեցիկ պտտվում է, բայց այդ ամենը տարիների աշխատանք է։ Եվ ոչ միայն աշխատանք կատարելիս եւ վերջ դու կարողանում ես այդ ցույց տաս բեմում այդ ցուցանիշը, հա, այլ ինքը անverջ process է։ Եթե դու մեկ օր չաշխատես, միշտ մենք բալետի հետ կապված դասատուներ, պարողներ շատ հաճախ էս արտահայտություն անում են, ասում են, եթե մի օր չես պարապում, դու ինքդ քեզ վրա ես զգում։ Երկու օր չես պարապում, արդեն դիմացին ես զգում։ Իսկ ինքը անverջ աշխատանք է պահանջում։ Եվ ոչ միայն թատրոնում աշխատանքի ժամանակ, այլ նաև հետո տանը։ Քանի որ այն աշխատանքի չով դու անում ես քեզ տրված է ժամանակ, որ դու պիտի դասական բանով զբաղվես, այդ կլասիկա ասվածով, միայն թատրոնում դասական բանով զբաղվելը շատ քիչ է։ Ես ինքս հետո այն վրա առանձին աշխատում եմ տանը, առանձին հաճախում եմ մարզասրահ, որոշ վարություններ եմ անում, որոնք ինձ փորձում են սուփորտ անել իմ մարմինը։
Ես կուզեի վերադառնալ այդ թեման, որ դու կարճ խոսացել ես դրա մասին, որովհետև ինձ թվում է այդ շատ կարևոր փաստել է։ Արվեստագետը ինքը իրան բեմի վրա լրիվ բաց ցույց է տալիս։ Ինքը իր ամեն ինչը հանում է, տեքլոր իրան ցույց է տալիս ամեն ձևի, բայց մենք մնում ենք մարդիկ, մեր խնդիրներով, մեր ոնց որ ասում ենք, նույն այդ մասնագիտության մեջ խնդիրներն էլ կա, լավ, վատ, ամեն ինչ կա։ Այդ ուժը, որ մարդը կարողանա բարձրանալ բեմի վրա ու թողի այդ ամեն ինչը իրան լրիվ տեքլոր ցույց տա, այդ շատ մեծ աշխատանք է։ Այդ մի բան է, որ մարդիկ չեն, ինձ թվում է շատ հաճախ չեն արվեստագետը ինքը չի կարա շատ խաղա է այդ առումով, երբ որ դու արվեստը տալիս ես, դու քո անկեղծությունն ես տալիս։ Ու այդ իհարկե ինձ համար ամենամեծ հերոսությունն է արվեստագետների մոտ, այդ գործ անելու, այդ բացի ամեն ինչ բարձրանալ ու ասել ես եմ ու ձեզ համար։ Ոչ բոլորն են կարողանում, ճիշտ է, ոչ բոլորն են կարողանում այդպես անել։ Գտեք մեզ մի քանի խորհուրդները մարմնի վրա կանգնելու համար, այսինքն դուք հսկայական աշխատանք եք անում ֆիզիկական, կասեի երաժիշտներից ավել իհարկե, դուք ինչ խորհուրդ կտայիք, ինչ եք անում, որ փորձեք այսպեսի դուք ձեզ ֆորմայի մեջ պահեք եւ վնասներ չունենաք։ Սովորական մարդկանց քնել բնականաբար հանգստանալ, միտքը ցրել։ Մենք բնականաբար մի փոքր ավելի շատ պետք է հետևենք մեր մարմնին, քան սովորական մարդիկ, ովքեր մեր ծանրաբեռնվածությունը չունեն։ Ես ինքս ինձ վրա օրինակ բերեմ, քանի որ ամեն պարող, ամեն մարմին անհատ է եւ բոլորի մոտ տարբեր է։ Քանի որ բոլորս ունենք տարբեր ֆիզիկական տվյալներ, մեկի մկանները փափուկ են, մեկի մկանները չոր են, մեկը շուտ է վերականգնվում, մեկ ուժեղ է, մեկը թույլ է, շատ տարբեր, մեկի սնունդն է տարբեր։ Մի խոսքով ես ինձ վրա օրինակը բերեմ, ես իմ մարմինը շատ ուսումնասիրում եմ, որ իմանամ մարմնից պահանջները, քանի որ մարմինս լեզու չունի, մարմինս լեզուն տագնապն է, ցավն է, որ ինձ հասկացնում եմ, որ մի բան է իրեն պետք, բայց քանի որ չթողնեմ, որ դրան հասնի, բնականաբար փորձում եմ վիտամինները մաքսիմում օգտագործել, վիտամիններ։ Դա այդ կուլտուրան ինձ մոտ եկավ Ֆրանսիայում, երբ որ գնացի այնտեղ, քանի որ հասկացա, որ այդ ծանրաբեռնվածությունով աշխատելու համար ու ինձ առողջ պահելու համար պետք են վիտամիններ, սպորտային այդ մի փոքր հավելումներ, հանգիստ, որոշ վարժություններ, որ ավելի կարողանաք ես պահել ճիշտ, այսինքն չթուլանաս։ Նույնիսկ հետաքրքիր մի դեպք էլ ասեմ փոքրիկ, վերջերս մի տեսանյութ նկարեցի Instagram էջի համար, Սպարտակ ներկայացումից առաջ եւ հետո կանգնեցի կշարքին հասկանալով քաշս որքան է եւ որքան եմ կորցնում ներկայացման ընթացքում։ Փաստորեն ներկայացման ընթացքում ես կորցրեցի 2 կիլոգրամ եւ 100 գրամ, այսինքն մենք ամեն ներկայացման ժամանակ մոտավոր այդքան քաշ ենք կորցնում, մեր մարմինը ինչ ստրես ապրում ամեն անգամ, այսինքն ու այդ ամենը կախելու համար, որ խնդիրներ չլինեն, չենց խնդիրները անխուսափելի են մեզ մոտ, առողջական մենք փորձում ենք այդ վիտամիններով կամ չգիտեմ, միներալներով, այսինքն այնտեղ շատ քերտինգներ ա գնում, այդ միներալներն են, որ ամեն ինչ գնում է։ Քանի որ օգտագործում ենք նաև էլեկտրոլայթ, որպես այդ միներալները վերականգնենք, պրոտեին ենք շատ խմում, քանի որ լինում է, որ պետք է որ դու սնունդ ստանաս, պետք է շատ միս պրոտեին ստանաս օրինակի համար, բայց բնականաբար չես կարող 10 կիլո միս ուտել ներկայացումից առաջ, քանի որ պետք է թեթև լինես։ Դրա համար պրոտեին ենք օգտագործում կամ չգիտեմ, տարբեր հավելումներ, որը որ մեզ ամեն մեկին իր չափով պետք է։ Այդ մի մշակույթը, որ խոսում ենք առաջ, որ պիտի ընդունենք արվեստագետներ, ասենք դուք իհարկե, որտեղ ձեզ մոտ ֆիզիկական դուք այդ ճանք տապում շատ ավելի շատ, բայց երաժիշտների մոտ, ոնց որ ձեզ ասում եմ, մենք այդքան ընդունված չի, ընդհանրապես ու շատ շուտ գալիս ենք, չգիտեմ, 20 տարուց հետո, որտեղ խնդիրները ուղղակի տարիքով մեր մարմինն ավելի վատ աշխատում ու արդեն դառնում ենք խնդիրներ, որ չեն կարող դրանից փախնենք ու այդ մշակույթը լավ կնի, որ փոքր ժամանակվանից հասկանանք, որ մարմինները ոնց որ ատլետիկ մարմինն են, սպորտային զուտ ատլետի մարմինն է։ Մի շատ կուզեմ այդ կուլտուրան ընդունվի այստեղ, Հայաստանում էլ,
թե երաժիշտների մոտ, թե բալետի արտիստների մոտ, ցանկացած մարդու մոտ, ով զբաղվում է ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությամբ, քանի որ երաժշտությունը շատ ֆիզիկական ջանքեր ուժեր է տանում մարդուց, քանի որ եթե մենք օգտագործում ենք ճիշտ հավելումներ, մենք հետևում ենք մեզ, այդ վիտամինները տեղն ենք տանում, իսկ հայերը սովորություն չունեն վիտամիններ, սովորաբար երբ որ դառնանք հասնում ոսկորեն, նոր մենք դիմում ենք բժշկի, ես էլ ինքս ինչպես բոլորը, շատ լավ կներն որ այդ կուլտուրան մեզ մոտ կար, որ մեր մասնագիտական կյանքը երկար էր։ Այո։ Մենք որպես վերջին հարցը միշտ խնդրում ենք մեր հյուրերի, որ կիսվեք մեզ հետ մի ստեղծագործությամբ, թող լինի, չգիտեմ, գիրք, երաժշտություն, արվեստի գործ, ներկայացնում հիվանդ, որ ձեր կյանքը փոխել է։ Մի բան, որ իմ կյանքը փոխել է։ Իմ կյանքը ինքան բաներ է փոխել։ Երևի երաժշտություն ասեմ, իմ ամենա սիրելի սիմֆոնիան, ժամանակակից կոմպոզիտոր Ֆիլիպ Գլասի դաշնամուրի կոնցերտը, այդ երաժշտությունը լսելիս չգիտեմ, իմ ներաշխարհը տակնո վրա է լինում, բոլորին խորհուրդ կտամ երևի դաշնամուրի կոնցերտը Ֆիլիպ Գլասի լսել եւ վայելել։ Մերսի շատ։ Շատ շնորհակալ եմ ձեր ժամանակի համար, անչափ հետաքրքիր էր եւ ձեզ շատ հաջողություն ձեր կարիերայի համար։ Մերսի շատ։ Ձեզ մերսի։